Ըստ ձեզ ինչով է պայմանավորված հոգևորականների ու իշխանությունների միջև վերջին օրերի լարվածությունը։ Ուրեմն ըստ ինձ ամեն մարդ պետք է իր տեղում լինի։ Եթե իր տեղում չեն, ուրեմն կարա նաև կոնֆլիկտ լինի։ Իսկ օրինակ Նիկոլ Փաշինյանը պահանջում է պարզաբանում արդյոք ոչ նրան եմ ներկայացնում, ոչ նրան եմ ներկայացնում, եւ ոչ էլ ուզում եմ մեկի անունը տամ, մյուսինը չտամ, բայց շատ լավ կլիներ, որ այս ազգը խաղաղ ապրեր։ Խաղաղ ամենքը լինեին իրանց տեղում, լինեին հայրենասեր, Հայաստանին նվիրված եւ ազգն էլ ապրեր խաղաղության մեջ։ Ճիշտն ասած, այդ եկեղեցու տերերին շուտ պետք է հանեին, թե խեսքան ում կներեք։ գիտեմ։ Դա կաթողիկոս կոչվածին։ Ինչու։ Հա? Ինչու։ Ամեն ինչով, որովհետև թողելա այդ աղանդավորներին եկեն գելա ինչի է դեպից։ Դու ինչ իրավունք ունես քիթդ կողես քաղաքականության մեջ դու ով ես։ Դե գիտեք ինչ, այնքան մարդ կա շատ բաներ ա խախտում։ Հիմա որ ընկնենք ամեն մեկի հետևից ինչ կդառնա, հիմա խախտել է, բայց դե նա ղեկավարում ա մեր հավատքի, այսպես ասած, առաջնորդն ա մեր։ Հիմա գիտեք ինչ, պետք չի այդքան խորանալ, պետք չի այդքան խառնվել, թող ամեն ինչ գնա իր հունով, իհարկե ազգին կարևոր եւ օգուտ տվող պարագաներում։ Չգիտեմ, ըստ չեմ կարող պատասխանել։ Լարվածությունը մի քիչ խորացել է, իհարկե, չգիտեմ ճիշտն ասած, չեմ կարող պատասխանել որտեղից է գալիս։ Դրա համար եկեղեցու դերը հիմա այն չի, ինչ որ պիտի լինի։ Եկեղեցին միշտ ժողովրդի կողմից պիտի հանդես գա, ոչ թե խառնվի քաղաքականության մեջ, բայց հիմա ինչ է կատարվում։ Եկեղեցին լրիվ մի կողմ է քաշված, զբաղված է իր գործերով, իրենց հարստությամբ, իրենց ինչով, մի անգամ այսքան խառ իրավիճակում կաթողիկոսը հանդես եկել է հայտարարությամբ։ Հանդես եկել է, կոչ արել է որևէ մեկի, որ ասենք գնանք դեպի խաղաղության, չի արել, իսկ ինչ է անում կաթողիկոսը։ Դե կոչ է անում իշխանությանը չխառնվել օրինակ այդ կուսակրոնության մեղադրանքներին։ Հա, բայց եթե բանը կա, փաստերը կան, ոնց չխառնվի։ Կուսակրոնությունը մենք գիտենք, չէ՞ ինչ է, բայց հիմա կա այդպիսի կուսակրոն։ Իսկ ինչեր են խոսում կաթողիկոսի հասցեին։ Ինչեր են խոսում։ Ես շատ վաղուց եմ լսել, որ նա աղջիկ ունի, անունն էլ գիտեի, որ իր մոր անունն է դրել։ Ես շատ վաղուց եմ լսել, բայց չգիտեմ դրա իսկությունը իհարկե։ Չեմ կարող ասել։ Իսկ ինչ մնում է հակասությունները, եղել են ժամանակներ, որ այդպիսի հակասություններ եղել են, օրինակ Տիրան թագավորին չթողեցին, չէ՞ մտնել եկեղեցի, եթե հիշում եք, որտեղ էլի հակասություններ կային եկեղեցու թագավորի միջև, որը բերում է շատ վատ իրավիճակի։ Տեսեք, օրինակ Աջապայանն ասում է, չեք կարող մեկ ամիս առանց կնոջ մնալ։ Բայց դա ճիշտ է, եթե չի կարող, թող չընտրեր այդ ճանապարհը։ Թող չդառնար կուսակրոն։ Թող ընտանիք կազմեր, երեխաներ ունենար, բայց հիմա որ դու ընտրել ես, ով է մեղավոր։ Միթե կարելի է նման հայտարարությամբ հանդես գալ։ Դա անհարմար է։ Անհամատեղելի իրենց աշխատանքը եւ գործունեությունը։ Որովհետեւ հոգեվորականը իմ կարծիքով իր գործառույթները ճիշտ չի կատարում։ Սքեմի տակ իրեւի ես տենց եմ կարծում, միգուցե սխալ եմ կարծում, չգիտեմ։ Տեսեք, բայց իշխանությանը կոչ են անում չխառնվել եկեղեցական գործերին։ Դե ես իշխանությունը հասկանում եմ ամբողջ պետության պատասխանատուն, անկախ նրանից հոգևորականությունն է մեջտեղ, թե այլ աղանդավորական կուսակցություն ասեմ, ինչ ասեմ, ենթադրում եմ, որ դա իշխանության սուրբ պարտականությունն է, որ պետությունը ճիշտ ուղղության վրա տանի։ Ձեզ Նիկոլ Փաշինյանի կասկածները, որ օրինակ կաթողիկոսը զավակ ունի, հնարավոր է։ Ես անձնական հարցերին դեմ եմ մի քիչ մտնել, չեմ կարող ասել։ Չեմ կարող ասել, վճարանում եմ պատասխանել։ Եկեղեցին ավելի շուտ եկեղեցականները քիթները խոթում են պետության գործերի մեջ, որը չի կարելի։ Ինչ նկատի ունեք։ Դե ինքը իր գործերով թող զբաղվի։ Այս հոգեվորսությունը արգելի եւ պետության գործերի մեջ չխառնվի։
տեսել եք վարչապետը կասկած էր հայտնել, որ կաթողիկոսը կուսակրոնության կանոնները խախտել է։ Մայրաթոր Լսում ենք անընդհատ, քանի տարի լսում ենք, բայց ոչ մի արձագանք։ Ես կարծում եմ հիմա պետք է արձագանքել դրան։ Բայց Մայրաթորի իշխանությանը կոչանում քիթը չխոթել, այսպես ասած, եկեղեցու գործերի մեջ։ Ինքը ո՞նց է իր քիթը խոթում պետության գործերի մեջ, ինչ իրավունք ունի։ Հանդում են երկիրը, այս ինչ վիճակ է։ Մեծենանում հավատնել է մարդկան, վախենում ես եկեղեցի գնաց, չես հավատում։ Իրենց կեղտոտ ձեռքերով մերոնը դնում են քո բերանը, չգիտեմ, ես չեմ ընդունում իրանց վարքը։ Ու պետք է սա վերջնական լուծում տալ, այդ ժողովրդի մեջ էլ սև ու սպիտակ չլինի։ Բոլորը միասնական պայքարին, որ մեր կրոնը բացառիկ ոնց որ լինի, որպես առաքելական եկեղեցի վարկաբեկվում է։ Այդքան բան։